razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների Սկսում ենք այսօրվա հաղորդումը առավոտ չորեքշաբթի, որը ինչպես գիտեք ամեն օր առավոտյան ժամը 10-ից մինչև 11-ն է։ Հեռարձակվում է նաև այս հաղորդագրությունը, որը գնում է ուղիղ մի քանի ժամ հետո դրվում է ինտերնետային կամ համակարգային կամ համացանցային կայքեջում www.razmik.net Ուրեմն այդտեղ դուք կարող եք այս հաղորդումը շաբաթվա ընթացքում չորեքշաբթի օրվա տակ դիտել, լսել, ինչպես նաև անցած հաղորդումները, որոնք որ շաբաթվա մեջ տրված են, այսինքն հինգշաբթի ուրբաթ, կիրակի նույնպես ունեինք հատուկ թողարկում, և երկուշաբթի, երեքշաբթի, երեկվանը և այսօրվանը, ինչպես գիտեք, կարճ ասած մեկ շաբաթվան ամբողջ ծրագրերը, ամբողջ թեմաների շուրջ արծարծված դրված են ինտերնետային կայքում www.razmik.net Նրանք, որոնք չեն կարող դիտել կամ դժվարանում են առավոտյան մասնակցել մեր հաղորդումներին, հիշեք, որ ձեր համակարգիչներ, եթե տանը ունեք կամ ձեր երեխաներ ունեն, կարողանապատ ծառայել այս գործի վրա, որպեսզի նրանք այդ սայթը ձեզ հատկացնեն ձեր ցանկացած ժամին։ Ուրեմն մենք այսօրվա թեմայով կշարունակենք այն կիսատ մնացած հարցերը, որով որ արծարծվեցին երեկ կամ առաջի օրը։ Մեր մոտ կարծես թե օրվա հարցերը, նորությունները կամ ինչ-որ մտքեր, որը գալիս են, դրանք բոլորը իրար հետ շաղկապվում են և ընդգծված մեկ թեմա չունենք, այսինքն մի մասը այստեղից ենք խոսում, կապում ենք նրանց հետ և այսպես մեկը մյուսի հետ շաղկապելով զրուցում ենք։ Պետք է շնորհակալություն հայտնեմ հատկապես լսարանին, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ լսարանը առավոտի բավականին զարգացած մարդիկ են և ուշադիր են, իհարկե կան նաև մարդիկ, որոնք որ դժվարանում են ընկալել խոսակցությունների հիմնական, ասենք, բարդ իրադրությունը, բայց նրանք նույնպես ուշադիր հետևում են խոսակցություններին, դրա համար դժվար իրավիճակ է, որտեղ լսարանը պատկերացրեք մի դասարան, որտեղ 4-րդ դասարանից կամ 3-րդից մինչև 10-րդ դասարան նստած են աշակերտներ, մոտավորապես այսպես կոպիտ, և դուք թեման պետք է ընտրեք, որպեսզի բոլորին և հետաքրքիր լինի, և մասնակցեն, և հասկանալի լինի։ Ուրեմն իմ մոտ բացատրությունները, ասենք, նրանք, որոնք լավ գիտեն, կարող են թվալ կրկնություններով լի, որտեղ ես մտքերը հետ առաջ տալով կրկնելով, նրանք, որոնք հետևից են գալի, նրանց համար էլ պետք է կրկնություններով ուղեղի մեջ պարզապես տպել խոսակցությունները, այլապես նրանց մոտ կարացանա դժվարություն և կլքեն լսարանը, իսկ ես չեմ ուզում դա լինի, որտեղ հիմնականում առավոտի նպատակն է վեր հառնել ծնողների մոտ, որոնք կտրված են իրենց երեխաներից, որոնք որ այստեղ սովորում են դպրոցներում, առանցանել ոչինչ չեն սովորում, բայց լեզվի արգելքը ծնողների և երեխաների միջև հաղորդակցության արգելքը ստեղծում է այնպիսի պատրանք, որ երեխան եթե անգլերեն գիտի, ինչ-որ դպրոցում կամ փողոցում սովորել է անգլերեն ինչ-որ մի 300-400 բառ և դրանով կազմում է իր մտքերը, դա հենց աշխարհաճանաչությունն է, այսպիսի մտածողություն կա երեխայի մոտ, ծնողների մոտ բավարարվածություն, որ իրենք անգլերեն չգիտեն, բայց երեխան արդեն անգլերեն է խոսում, նրանք իրենց իմացածը կամ գիտելիքները կարծեք թե փոխանցում են անգլերեն լեզվով երեխային, այդպես են պատկերացնում, բայց չգիտեն, որ երեխան գտնվում է խոր անգլագիտության մեջ։ Եվ այս ծրագիրը նպատակ ունի ծնողների մոտ արթնացնել վերհուշը անցած օրերի, դպրոցների, ինստիտուտների, համալսարանների, իրենց կրթված լինելու զենքը, սուրը տալ իրենց ձեռքը
եւ վերցնել նախաձեռնությունը ընտանիքում երեխաների նկատմամբ անգլերեն լեզվի արգելքը ջարդել եւ երեխաներին հասկացնել, որ առաջինը հայերը ունեն այն ամենը, ինչ որ չունեն ամերիկացիները եւ չեն կարող ունենալ։ Նրանց մոտ ամեն ինչ ձեռք բերովի է։ Դու սովորում ես մի դպրոցում երկրում, որը ժառանգել է քաղաքակրթությունը, որը որ մի մասը պատկանում է մեզ, հետեւաբար ամեն հայ արժեք ունի։ Եվ երբ որ դուք մտնեք այն ծրագրերի մեջ, ասենք մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, աստվածաբանության եւ այս հարցերի մեջ, ունենաք այսօրվա զինվածությունը եւ ձեր ընտանիքում առաջանա երեխայի հարգանքը ձեր նկատմամբ, որովհետեւ դուք արդեն գիտեք առավոտի մեջ ինչ թեմաներ են խոսում եւ դա ձեզ բավականին աշխուժություն է տալիս մտքի։ Հետեւաբար դուք կունենաք այն ինչ որ կորցրել եք։ Ուրեմն սա է հիմնական նպատակը, որ լինեք լուրերի, գիտության, հաղորդագրության առաջամասում, մնացած շրջապատի նկատմամբ, որի նկատմամբ կորցրել եք, ասենք, փոխադարձ հաղորդակ։ Դա հիմնականը երեխաներն են։ Իհարկե ձեր հաղորդակցությունը մեկը մյուսի նկատմամբ հեռախոս սուրճի սեղան եւ այլն կաշխուժացնի մտքերի փոխանակությունը այն թեմաների շուրջը, որը որ արծարծվում է առավոտում, եւ ընդհանրապես սա էլ հենց կարճ ասած կյանքն է, որի համար մարդիկ ապրում են, որտեղ կյանքի իմաստը, եթե հանկարծ բանաձևենք, կտեսնենք, որ դա մի անբացատրելի անիմաստություն է առայժմ, բայց նրա մեջ կան խորհուրդներ, հետաքրքրություններ եւ այլն եւ այլն։ Եվ այս բոլորը ձեր հուսահատությունը, ստրեսները, այսինքն հայրենիքի կարոտ, ապագայի նկատմամբ անվստահություն եւ այս բոլորը առավոտը ձեզ հետ ստեղծում է այսպիսի մի մեծ ձև, որպեսզի օրը բացվի հետաքրքրություններով, դուք ունենաք խոսելու թեմա մեկը մյուսի նկատմամբ եւ բացի դրանից ունենաք սպասումը, դա գիտեք շատ հետաքրքիր զգացում է, հատուկ է սիրահարներին եւ ձկնորսներին, այսպես ասած։ Ուրեմն դրա մեջ է նաեւ ծնվում հույսը, հետեւաբար դուք սպասում եք, որ վաղ առավոտ ժամը 10-ին նորից առավոտը կսկսի իր հաղորդումները։ Այսպես փորձ է, որ ձեր կյանքում առաջանան հետաքրքրություններ։ Ուրեմն ես ձեզ բերում եմ ամենավերջին նորությունները, որը որ այսօր հետաքրքրում է բոլորին։ Մեկ գալուց առաջ ընդամենը ասենք 10 րոպե, 15 րոպե առաջ կապնվում եմ նորությունների այն շղթային համաշխարհային, որը դուրս է եկել մի քանի ժամ առաջ։ Եվ իհարկե օրվա ընթացքում մնացած հեռուստաժամերը կվերցնեն այդ լուրերը նույնպես եւ նույնիսկ դա կդառնա երեկոյան գիշերային հաղորդումների լուրեր կամ մյուս օրվա լուրեր, բայց առավոտը քանի որ արեգակի բացվելու հետ է անմիջապես, ուրեմն ձեր առաջին հաղորդակցությունը այսպես է ստացվում, որ լուրերից գլխավորագույնը, որը ձեզ կհետաքրքրի այսօր, այս պահին, այս ժամին, ես միշտ ինձ հետ կվերցնեմ 1-2 հատ։ Եվ մնացածը թեմայի շուրջ կխոսենք։ Ուրեմն այսօրվա ամենակարևոր լուրը մի քանի ժամվա հնությամբ, սա մեր հայկական օդանավի A320-ի հետ կապված արկղերի կամ սև արկղերի երկուսը դուրս հանելն է։ Լուրը վերցված է, այսինքն առաջի ձեռք ռուսական հաղորդագրությունից, հետագայում դա կտարածվի նաև ամերիկյան, անգլիական, հայկական լրատվությունների մեջ, այսինքն թերթերը, Associated Press եւ այլն, կօգտվեն միայն այս լրատվությունից, որը որ քանի որ հետաքննությունը կամ դուրսբերումները ռուսական մամուլի ձեռքին են։ Ես ձեզ կարդում եմ, օրինակ, տեսեք 24-ը 5-րդ ամիս այսօրվա 11:17, այսինքն սա 24-ի, որ այնտեղ օրը մեզնից 12 ժամ առաջ է, վերջի գիշերային հաղորդումն է, այնց հետո նրանք քնել են, առավոտը բացվել է, օրը այստեղ սկսված է, այնտեղ դեռ ոչ, այսպես է դրությունը։ Ուրեմն այստեղ գրված է A300, ես իհարկե ռուսերեն է գրված, եթե հանկարծ խոսակցությանս մեջ որոշ դանդաղումներ լինեն, դա պատճառը բանեք, որ ես ամիրապես կարդում եմ ռուսերենը, որը ձեզ համար հետաքրքիր չի լսելու համար, կարիք չունեք, եւ թարգմանում եմ հայերեն, դուք միայն թարգմանելը կլսեք։
A320-ի աղետի պատճառները, արդեն ուրեմն աղետի պատճառների վերաբերյալ որոշ եզրակացություններ կան, որովհետև երկու արկղերն էլ հանված են, եւ առաջի տվյալները, որոնք արկղերից վերցվել են, այստեղ տալիս է, թե դրանք ինչ են, չնայած ոչ թե որոշ բավականին անորոշություններ կա, կարծես ցատկ է դեպի ետ ձեռքի տակ ունենալով արկղները, բայց արկղերի մեջ, սև արկղերի մեջ եղած ինֆորմացիան կամ գրանցումները, հիշեցնեմ, որ մեկ արկղը գրանցում է օդաչուի անձնակազմի խոսակցությունը եւ ընդհանրապես կապի միջոցների խոսակցությունը, ինչ է կատարում ինքնաթիռի շուրջ, դիսպեչեր, Երևան, ուղեկցող կայաններ կամ փարոսներ, ամբողջ, այսինքն խոսակցությունը, ազդանշանները մեկ արկղի մեջ է։ Երկրորդ արկղը գրանցում է կամ ինքն իրեն գրում է ավտոմատ ձևով ինքնաթիռի բոլոր տվյալները ժամանակի ընթացքում, այսինքն կարծես թե ժամանակը հոսում է եւ դուք կարող եք այդ դիագրամաները կարդալով գրաֆիկները, որը գծում է երկրորդ արկղի մեջ տեղավորված ավտոմատիկան, որ սարքը որ պահին ինչ արժեք է ունեցել։ Լրիվ հասկանալի է, այսինքն եթե չի աշխատել այս համակարգը, այս գրող սարքը կասի այս պահին համակարգը երկու պտույտ կատարեց կամ երկու ազդանշան տալուց հետո դարձավ այսպիսին եւ անջատվեց, դա կերևա, մնացածը պատմությունն է գրում ինքնաթիռի տեխնիկական վիճակին եւ օդաչուների խոսակցությունը ընդհանրապես, այսինքն երկու արկղերը բոլոր ինֆորմացիան պահանջում, հիմա տեսնենք ինչ է կատարում, այստեղ մի քիչ իհարկե կա նորից վերլուծությունների փորձ կա, բայց այդ վերլուծությունների փորձի մեջ ուրեմն որոշ ինֆորմացիա կա, օրինակ, երեքշաբթի օրը դա 3 է տեղի ունեցել, Սև ծովի հատակից մասնագետին հաջողվեց դուրս բերել երկու արկղները հայկական ավիոլայների A320, հատկապես այն արկղը, որը օգնում է հասկանալու աղետի պատճառների ինքնաթիռի, որի արդյունքում մահացան 113 մարդ։ Ճիշտ է, այս հանձնաժողովը, որը կազմված է սրա համար անկախ մնում է անկախ, այսինքն ինքը ինքն իրեն իր որոշումների մեջ է, բայց արդեն դեռ նա չի տվել, բայց արդեն հնչում են այդ ինքնաթիռի աղետի հետ կապված վերսիաներ, նորից, այսինքն վարկածներ են հնչում։ Aerobus A320-ը հայկական օդանավակայանության, որը կատարում էր արդեն ռեյսի համարը կա, այսինքն ուղերձի համարը, որը կատարում էր U896 Երևան-Սոչի, պետք է իջներ Ադլերի օդանավակայան 2:05 րոպե։ Սկզբում հայտարարեցին, որ անբարենպաստ եղանակի պատճառով նրա վայրեջքը հետաձգվում է, որից հետո հայտնվեց ինֆորմացիա, լրատվություն, այսինքն հաղորդագրություն, ինֆորմացիան հաղորդագրություն է, որ ինքնաթիռը պատրաստվում է վերադառնալ, այսինքն վերադառնում է Երևան։ Տեսեք, հիշում եք առաջի օրվա լրատվությունը, որ ես ձեզ տվեցի ռադիոլոկացիայի ամսու 5-ի լրատվությունը ուրբաթ օրը 2 օր անցած, որից հետո ամեն ինչ խառնվեց իրար։ Տեսեք, որ ասում է ինքնաթիռը պատրաստվում, ասում են գնում է Երևան, որովհետև Ադլերում Սոչիում չի կարող իջնել։ Մոտավորապես 4:30, այսինքն կես ժամ է անցնում, կես ժամ, որից հետո հայտնի է դառնում, որ ինքնաթիռը ընկել է ծովը։ Ուրեմն նա պետք է իջներ 2:05, ուրեմն արդեն 2-ին մոտենում էր իջնելու, դիսպեչերը ասեց չեք կարող իջնել, նա շրջվեց գնալու, հիշում եք այն րոպեները, որ ես ձեզ ասում էի, 10 րոպե պետք է գնացնի ծովը,
10 րոպե պետք է գնացի ուղղվելու 10 րոպեից պետք է նորից հայտնվել նույն կետում հիշում եք այս ժամանակը հիմա տեսեք նույն ժամանակը համընկնում է այսինքն առաջի փորձից մինչև որը չթույլատրվեց եւ նա փորձեց գնալ Երևան թռավ 10 րոպե դիսպեչերը ասաց որ կարող եք գալ նա վերադարձավ հիշում եք դա ուրեմն կես ժամվա թռիչք է կատարել այդտեղ ծովի վրա որովհետև դիսպեչերը ասել է եւ 4:30 տեսեք ժամանակները սրանք վերցված են արդեն սև արկղի տվյալներով բայց ճիշտ համընկնում են առաջի օրը երբ որ բացատրեցի ձեզ լոկատորի օդանավակայանի լոկատորի հետևումը ինքնաթիռին չէ որ նա էլ ժամացույց ունի նա էլ է հետևում այս ամբողջ մանևրերին սրանք համընկնում են Հիմա այստեղ գրված է, թե ինչպես է եղել դա։ Ուրեմն այն սարքը, որը գրում էր ինքնաթիռի տվյալները եւ երկրորդ սև արկղը, դրանք իրականում ծովի ներքում արդեն ճիշտ տվյալներ են ասում։ Իրարից հեռու են եղել 16 մետր։ Խոսակցության արկղը Եվ այսինքն ավտոմատ տվյալների գրելու արկը ոչ թե եղել է ասենք 5 մետր առաջ ասեցին 1.5 մետր հետո ասեցին 5 մետր հետո ասեց հիմա արդեն տվյալները վերջնականապես քանի որ հանելու տեղ կոորդինատները հայտնի են ասում են որ 16 մետր են բայց ասում է երկրորդ սև արկղը նա ավելի խորն էր գնացած տիղմի մեջ ուրեմն սև ծովի հատակը շատ վատ հատակ է Ինչպես մնացած օվկիանոսների հատակը, բայց այնտեղ այնպես չէ, ինչպես ծովի հատակը։ Ուրեմն բավականին հաստ շերտ կա տիղմի, որտեղ այս սև արկղերը թաղվել են։ Առաջինը, եթե հիշում եք, 20-50 սանտիմետր տիղմի մեջ էր, բայց սա բարվոք էր, որովհետև կարողանում էր իր ռադիո նշանները ջրով անցկացնել եւ դրսում բռնում էին, որ այստեղ է նա։ Բայց երկրորդը, որը գրում էր ինքնաթիռի վիճակի մասին, նա ավելի խորն էր տիղմի մեջ եւ լսվում էին ազդանշանները մեծ չէին լսվում, բայց բարեբախտաբար լսվում էին երբեմն եւ այդ տիղմի պատճառով էր, որի մեջ նա թաղվել էր։ Ուրեմն դրան էլ հաջողվեց դուրս բերել։ Հիմա վերակարգում են կամ բացում են, թե ինչ է կատարվել, ինչ է խոսեցվել ընդհանրապես ինքնաթիռի դիսպեչերիների եւ բանի միջև։ Ուրեմն այսպես, սրա մասին հաղորդակցությունը տալիս է Տատյանա Անոդինը լորությունների ինֆորմացիոն հաղորդակցության համար։ Ուրեմն այստեղ նորից կրկնում եմ, որ A320 ինքնաթիռը այս ուղերձով մարշրուտը Երևան-Սոչի, երթուղով Երևան-Սոչի պետք է իջնել 2:05 եւ նրան այստեղ ավելացնում է եւ այրոպորտում այդ եղանակին, այդ ժամին դիմավորողներ կային, մի քանի տասնյակ մարդիկ, որոնք պետք է ուղևորներին դիմավորեն։ Սկզբում հայտարարեցին, տեսեք, սա արդեն արկղի տվյալներ են, որոնք որ ամեն ինչը գրվում է նաեւ բաների մեջ, ինֆորմացիոն հաղորդակցությունների մեջ։ Սկզբում հայտարարեցին, որ վատ եղանակի պատճառով, այսինքն ինքնաթիռը վայրեջքը հետաձգվում է, չի կարող կատարել։ Որից հետո հայտնվեց հաղորդակցություն, որ ինքնաթիռը վերադառնում է Երևան։ Ամենահետաքրքիրը լսեք այստեղ։ 4:30 հայտնի եղավ, որ ինքնաթիռը անհետացել է ծովում։ Եվ նրա մեջ կար 113 մարդ, որից 8-ը օդաչուներն են եւ սպասարկող անձնակազմը։ Այստեղ միայն մի բան է ավելանում, որ նա հայտնել է, որ գնում է Երևան։ Ըստ հանձնաժողովի եկած կարծիքների հայկական ինքնաթիռի անկումը կարող է լինել
կարող է լինել, տեսեք, կարող է լինել այսպիսի խոսակցություններ կար, որ վառելիքի չբավարարվածություն, այսինքն վառելիքի քիչություն, որպիսի այսպես էին ասում, որպիսի խնայեն վառելիքը վերցվում էր ծայրը ծայրին, այսինքն Երևանից դեպի Սոչի։ Դուք հիշում եք այս վերաբերյալ Աթբաշյանը եւ մնացած մասնագետները նույնիսկ ասեն այդպիսի բան հնարավոր չի, այսպիսի խոսակցություններ կային, ասում որ չի հերիքել վառելանյութը եւ նա ծայրը ծայրին հազիվ է հասցրել դեպի Ադլեր եւ քանի որ գնացել է երկրորդ անգամ պտույտի եւ վառելիքը չի հերիքել։ Դրա համար էլ նա կորցրել էր իր ուժը ինքնաթիռի եւ այլն եւ ընկել է ծովը։ Մյուս կողմից այս հանձնաժողովը արդեն սև արկղների վրա որ աշխատում է հայտնում է որ 40 րոպե հետո, այսինքն թռիչքից 40 րոպե հետո Երևանից վրացական կողմից, այսինքն 40 րոպե ինքնաթիռը Երևանից դուրս է եկել եւ Վրաստանի վրայով թռչում է դեպի Ադլեր։ Վրացական դիսպեչերը, որի իր տեսադաշտում է պահում, ես դες ասացի, չէ՞ որ անկախ քաղաքական իրավիճակներից, ազգային խառնիճաղանջություններից եւ այս ակտերից այս մարդիկ, օդաչուները, դիսպեչերները միշտ իրար նկատմամբ ուշադիր են եւ հոգատար։ Միշտ, որովհետեւ նրանց մոտ ընկերությունը կապված օդի, նրանց մոտ ճիշտ այնպեսին է, ինչպես արծիվներն են ապրում, օդաչուները, ես ձեզ այդ մասին ասեցի։ Նրանք չեն խառնվի, օրինակ իրենց սեփական ազգի տականքին հետ, այսինքն կլինեն մեկ ուրիշ ազգի արծիվի հետ, եւ երբեք շահերի բախման դեպքում չեն պաշտպանի իրենց ազգի տականքը, այսպես բնական վիճակի մեջ են իրանք, նրանց մոտ ուրիշ օրենքներ են։ Տեսեք, ինքնաթիռը թռչում է, մենք նույնիսկ վրաց ջավախքի հարցեր ենք խոսում, ինչ որ վրաց ռուսական հարաբերություններ, Չեչենիա, լրատվություն ինչքան է լցված խառնիճաղանց բորբոքող բաներով, չէ՞, բայց վրացական դիսպեչերը ուղեկցում է հայկական օդանավին դեպի Ադլեր, որ իրեն չի էլ վերաբերվում, եւ նրա հետ խոսում է ապահովության մասին եւ հարցնում է այդ խոսակցությունները արդեն սև արկղի մեջից է գալիս, որ զգուշացնում է վրացական դիսպեչերը, որ իր ձեռքի տակ ունի տվյալներ եւ թռչող օդանավի հրամանատարին հայկական, տեսեք ինչ մարդկային է, զգուշացնում է, որ չնայած դուք թռչում եք դեպի Ադլեր, բայց եղանակը այնտեղ շատ բարդ է եւ անհնար է այնտեղ իջնելու պայմանները, այսինքն վրացական դիսպեչերն է զգուշացնում։ Հիմա շատերը կսկսեն մտածել, այո, դա կեղծ է, որպեսզի ձախողի հետ չգնան այնտեղ, այդպիսի բաներ կխոսեք, բայց նրա հետ կարիքներ չուներ, բայց ինքը ինֆորմացիա է տալիս, որտեղ մեր ինքնաթիռը պետք է մոտենա նոր Ադլերից ստանալ թույլատվություն, ընդամենը 1 ժամվա հեռավորություն է։ Ուրեմն 20 րոպե մինչև Ադլեր հասնելը Սև ծովի, ասենք Փոթի կամ Բաթումից մի քիչ են կողմ, վրացական դիսպեչերը այսպիսի բան է ասում, եւ դիսպեչերը հետաքրքրվեց, ուշադրություն դարձրեք, այ ամենակարևորը, եւ դիսպեչերը հետաքրքրվեց, արդյոք եթե նա չգնա, այսինքն Ադլեր չիշնի, կհերիքի վառելիքը մեր ինքնաթիռին, սա վրացական դիսպեչերն է ասում, պատկերացնում եք, այսինքն սև արկղը արդեն ասում է, որ վրացական դիսպեչերը ասել է, որ դուք կհերիքի ձեր վառելիքը, եթե հանկարծ այնտեղ ինչ-որ դժվարագույն պայմաններն են, եւ դուք պետք է վերադառնաք նորից ձեր Երևան, որովհետեւ այլ վթարային այլ օդանավական չի նախատեսված։ Վրացական դիսպեչերը հարցնում է հետադարձ ճանապարհի համար կհերիքի ձեր վառելիքը, որին հայկական օդաչուն, այսինքն հրամանատարը կամ ով որ վարում էր այդ պահին եւ նայում էր ինքնաթիռի ամբողջ կարգավիճակը,
ասաց որ իրենց մոտ մնացել է 2 ժամվա համար վառելիք տեսակ ինչ եղավ քանի շաբաթ գլուխներս մեր հարթուկում էին վառելիք չկա հետո կռիվներ ինչ որ բաներ 2 ժամվա վառելիք ճիշտ համընկնում է այն Արտբաշյանի այն խոսակցությանը որ ինքնաթիռը վերցնում է վառելիք դեպի Ադլեր դեպի Երևան եւ կես ժամ էլ կարող է պտտվել Երևանի վրա ինչ որ դեպքերի համար այսինքն եթե ասեն բարենպաստ չէ օդանավակայանը վազքուղին ազատ չէ եւ այլն այսինքն այսպեսի վառելիքի պաշար ունի հիմա սև արկղից հայտնվում է որ այո 2 ժամվա պաշար ունի սա վրացական դիսպեչերն է խոսակցության մեջ գրված սև արկղի մեջ որ մեր օդաչուն է հայտնում 2 ժամվա ունի ուրեմն սա 40 րոպե երբ որ թռչում էր դուք պատկերացնում եք ինչ մոտիկ թվեր են ուրեմն 40 րոպե թռիչքից հետո ժամանակ այսպիսի ինֆորմացիա է գալիս բայց հետո ասում է после очередного разговора грузинской диспетчер հերթական խոսակցության ժամանակ ռուսական վրացական դիսպեչերների հետ նորից հարցվեց այդ մասին այսինքն 2 անգամ է հարցվում կհերիքի ձեր վառելիքը օդաչուն պատասխանում է որ 2.5 ժամվա կհերիքի եւ այս խոսակցությունը որ սկզբում ասում է 2 ժամվա եւ հետո ասում է 2.5 ժամվա ցնցում է բանին մասնագետներին դու ինչի ասես սկզբում 2 ժամվա հետո 2.5 ժամվա այ քեզի բան հիմա ժամային արտահայտությամբ որ ինքը ասում է 2 ժամվա կամ 2 ժամվա օդաչուն հիմա սպեցիալիստները չգիտեք ովքեր են ասենք ժուրնալիստներ են գրականագետներ են կամ պատմության մասնագետներ են չգիտեք բայց օդաչուն լավ գիտի չէ ինչա խոսում եթե նա գնում էր դեպի ասեց 2 ժամվա ցուցանիշ չկա այնտեղ կա ասեք 10 տոննա վառելիք տոննայի վառելիքը կա թե ինչքան տոննա ունի ցույց է տալիս ինչ արագությամբ կթռնեք ինչ պայմաններում կթռնեք արդեն կախված է քամուն հակառակ կթռնեք քամու ուղղությամբ կթռնեք արդեն օդաչուն պետք է հաշվարկի թե իր վառելիքը ինչքան կհերիքի եթե այս տվյալներով հիմա տեսեք ինչ ասվում վառելիքի մասին начальник պետը վարչության քաղաքացիական ավիացիայի Արմենիի Հայաստանի Արտյոմ Մովսեսյան ատվերք այսինքն բացառեց հնարավորությունները որ կատաստրոֆայի պատճառը եղել է ինքնաթիռի վառելիք չլինելու հանգամանքը եւ նա հայտնեց որ ինքնաթիռում կար 10 տոննա 200 կիլոգրամ վառելիք այնպես որ Երևան Սոչի թռչելու համար պահանջվում է 3.5 տոննա նշեց Մովսեսյանը նրա խոսքերով ինքնաթիռը կարող էր թռչել մինչև Սոչի վերադառնալ Երևան առանց վառելիքի նկատմամբ պահանջի հիմա տեսնենք ինչ են ասում սպեցիալիստները կամ մասնագետները նրանց վերսիաները ձեռքի տակ ունենալով 2 սև արկղերը ուշադիր հետևեք այն հաղորդումներ առաջ ես ասեցի որ այս խաղերը վերջը տանելու են նրան որ մոռացության մատնվի ապահովագրության գումարի հարցը եւ զոհվածներին օդաչուներին անձնակազմին բավարարելու օրենքով հատկացված ապահովագրական գումարից այստեղ խաղեր են խաղացվելու դες հիշում եք ասեցի հիմա սև արկղերի վերսիան վերջանում է սկսվելու է նոր վերսիաներ եւ հանրության ուշադրությունից հեռացվելու է այս գաղափարը
եւ չի հայտնվելու մի իրավաբանական անձ, որը իմի բերի այս 113 մարդու պահանջներն ու իրավունքները, դա չի լինելու։ Օրինակ լավ կլիներ, որ իհարկե այս հարցը իր վրա վերցներ Արտաշես Գեղամյանը, իրոք սրտանց եմ ասում, որտեվ նա ունի փորձ համախմբելու մարդկանց, օրինակ հեռուստատեսությամբ հայտարարել, մեջտեղը 700 միլիոն դրամ կա, ոչ թե դրամ, դոլար, 700 միլիոն դոլար ապահովագրություն, եւ բոլորը հասնում է 113 մարդու, ոչ ոք չի տուժել բացի դրանցից։ Դատարանով պետք է քայլ առ քայլ ապացուցի, թե ով ինչքան է տուժել եւ ինչի կյանքի նկատմամբ ինչ կորուստներ է ունեցել։ Մեկը կարող է ստանալ 1.5 միլիոն, մեկը 4 միլիոն, մեկի ծնողները կամ երեխաները կամ ինչ որ մարդիկ կարող են ապացուցել, որ մեկին պետքա տրվի հենց ուղևորներից մեկին 30 միլիոն դատական process-ի ժամանակ դա կապացուցվի։ Ոչ թե նրանք ուղերձների այնպես ուղևորներ են։ Երկու դեպք կա, կամ գումար բաժանել հավասար բոլորին առանց հաշվի առնելու կորուստների տարբերությունները, կամ ամեն քեյսը առանցին դնել դատարան, ներկայացնել վնասները։ Հասկանում եք։ Եթե դատարանը հանկարծ որոշի, որ ապահովագրական գումարից էլ անցնում է այդ գումարը, որը որ արդարացված կլինի, դուք չգիտեք ինչեր կարող է լինի, ուրեմն դատարանը կորոշի, եթե դատարան չորոշի ապահովագրությունը, ուրեմն պետք է ասի, ես միայն կարող եմ ձեզ հավասար բաժանել։ Ուրեմն եկեք մի փոքր հանգստանանք, ես կշարունակեմ արդեն վերսիան, սպեցիալիստների նոր վերսիաները, որոնք առաջի հաղորդագրությանը մոտ են, թե չէ, ուրեմն մի փոքր հանգստանանք։ Ուրեմն այսպես, մինչև մասնագետների կարծիքը, որը այդքան էլ ձեզ չի ոգևորի իհարկե, որովհետև ասացի խաղը կշարունակվի մեկ այլ անկյան տակ, սա կկարդամ շատ քիչ է, բայց ցանկանում եմ նորից անհիշաչար, նորից հիշեք, որ ասածներից մեջ հանկարծ չբռնեք իրոնիա կամ ձեռ առնել կամ ինչ-որ այսպիսի բաներ չմտածեք, ուղղակի սթափ մտածեք, կտեսնեք, որ ճիշտ եմ ասում։ Այսօրվա դրության մեջ մեր հայկական ավիացիայի հետ կատարված աղետի 113 զոհերի հատուցման հարցն է, ճիշտ նման է, ասենք, ցեղասպանության հատուցման հարցին։ Նույն բանը կատարվել է 15, 16, 17, 18, մինչև 23 թիվը, երբ որ բոլորը սենց իրար երեսի նայեցին, ասեցին, դե գիտեք ինչ, անցած լինի այս ամենը, ու պրծավ։ Հետո ժամանակների ընթացքում հայտնվեցին նոր մարդիկ, նոր կազմակերպություններ, տեսակ բաներ եւ սկսվեց շահարկումը, ամեն ձևով 100 տարվա մեջ ենք արդեն։ Հիմա այս վերքը կամ այս պահանջատիրությունը, այս ապահովագրության հարցը 113 մարդու իրավունքի պետքա սեղանի վրա դրվի եւ ասվի, ով, ասեք, նստածենք հայկական խորհրդարանն, մենք, ես էլ նստած եմ իբր թե ձեզ հետ խոսում եմ խոսնակ եմ, դուք էլ լսում եք ինձ, պատմում եք, հարցը այսպիսին է, 113 մարդ, այսպես է եղել եւ այլն, այսպես եւ այլն, պետք է դրանց իրավունքները պաշտպանվի եւ այդ 700 միլիոնը այնպես պետք է անել, որպեսզի ստանան դրանք։ Ովքեր պետք է լինեն այս գործի մեջ նախաձեռնողները, որպեսզի կազմակերպեն։ Պետական իշխանությունները չեն կարող, սա միջազգային ստատուսի հարց չէ միջպետական հարաբերությունների։ Ուրեմն սրան տեր պետք է կանգնի հասարակական մի կազմակերպություն, որը կարողանա իմի բերել բոլոր բողոքագրերը եւ ստեղծել 113-ի հետաքրքրությունը ներկայացնող մի ներկայացական մարմին եւ կապ պահպանելով իրավական դաշտի հետ, արտասահմանյան եւ տեղի, հավաքել բոլոր տվյալները, մեծ աշխատանք կա, հարգելի հայրենակիցներ։ Հիմա այս աշխատանքը, եթե հանկարծ անցնի կազմակերպչական աշխատանքները, հանկարծ անցնի ընտրությունների միջոցով, դուք գիտեք, որ Հայաստանը
կեղծ ընտրությունների լավ փորձադաշտ եղավ արտասահմանյան ժողովրդավարության վրա։ Նրանք կարողացան խաղերով այնպես անել, որ իշխանությունների վրա չլինեն նրանք, որոնք պետք է լինեն, որպեսզի միշտ հակասություն լինի եւ ժողովրդի մոտ իշխանատյացություն լինի։ Սա իրենց հաջողվեց։ Իհարկե, այս իրենց հաջողված ձևը ժողովրդի եւ իշխանությունների մեջ կամաց մտնում է նաեւ Ամերիկա։ Եթե իրենց ժողովրդին նրանք սրսկել էին ինչ որ թմրեցուցիչներով եւ ժողովրդավարական ընտրությունները կշռում էին ոսկու կշերտներով, նախագահական ընտրությունների ժամանակ ասենք 1200 ձայն Բուշը առավել է գորից Ֆլորիդայի վերահաշվարկումների վրա։ Այսպիսի դաունթաունյան ոսկերչական կշերտներով էին կշռում։ Այսօր գլենդելու մարդեն երեկվա խոսակցությունները եթե Շահեն Քյորողյանի պատուհանի հաղորդման ժամանակ տեսակ, որ արդեն այստեղ էլ ոչ թե կշերկով են կշռում, այլ միանգամից թերակշռում են ընտրությունների արդյունքները։ Այսինքն այդ absent վալետների ավանտյուրան, որը մեր մոտ չի հասե։ Եթե հասնի հանկարծ, պատկերացրեք ինչ կնի։ Այստեղ քաղաքակիրթ ձևով շատ բարի սափրված դեմքերով, մազերը հարդարած, սանրած, փողկապներով եւ կոստյումներ հագած թեկնածուները տարբեր տեղերի համար խաղում են absent վալետային թղթախաղ, ստորագրում են ուրիշ մարդկանց փող, այսինքն իրենց ձեռքին է վերջնական ելքը, պատկերացրեք ինչ է կատարվում այստեղ։ Ուրեմն սա թողնենք մի կողմ, հիմա մեր հարցը 113 մարդու, ով պետքա զբաղվի այնպիսի մարդ, որը ավյուն ունի, այսինքն կպչունա, հենց մի տեղից բռնեց միջև վերջ գործը կտանի, նայում ենք ով կա, Արշակ Սադոյանը կարծես կպչող էր, երբ որ իշխանություններին հրապարակում ասում էր, բայց մի քիչ նվնվա չի կարող անի այս գործը, եթե գործանող չի անի, պարզապես բանը, ուրեմն պետք է անդիմության մեջ կամ հրապարակում կամ նախ այս պայքարների մեջ երևացող մարդիկ կան, որոնք իրանց վրա ասեն մի րոպե քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց քանի որ ունենք փորձ ամեն տեսակի, կազմակերպչական եւ իրավական եւ այլն, այս իրենց փորձը դնեն այստեղ։ Հիմա երկու մարդ կա այդ գործով, որոնց վրա պետք է դրվի։ Երեք հայոց աշխարհը քննադատել էր Ռաֆի Հովանեսյանին, իր կյանքի կենցաղի եւ այլն, բայց նա նաեւ բացի ժառանգություն, տեսեք, ժառանգություն, non-profit organization ունի, ժառանգություն, խիստ առնչվում է 113 ինքնաթիռների, ուղևորների, իրավունքների ժառանգականության մասին։ Ուրեմն իրավական դեմքա, ուրեմն պետք է հանի իր վրայից ընդդիմության մի պահ, զբաղվի սրանով, որտեղ ունի non-profit-ը, ունի վարորդները, տները ունի, կարող է ժողով անցկացնի, ունի ծառայողներ մի քանի հատ, իրոնիայով չեմ ասում, այսինքն ուժ կա, փող ունի, լավ կերած խմածա, նկարը որ նայեք, ամեն ինչով ապահովված է, բա ով պետք է անի, եթե դու պետք չանես, ուրեմն վզիցդ կախում ենք, այս գործով պետք է զբաղվես, այս գործը 700 միլիոնի, որպես հասարակական գործ պիտի անես, Արտաշես Գեղամյանը լավ փորձ ունի, հռետորա, ձեռքի տակ ունի մի քանի դիմադիր կուսակցություններ, դատավորներ, դատապաշտպաններ եւ այլն փաուռա, իշխանություն չի, հասարակական կազմակերպություն է։ Ուրեմն սրա վրա էլ պետք է դնել բեռը, որ էսի կվերջացնես։ Եթե պատվով վերջացրեցիք ես երկու գործերը, նոր ձեր հարցը, ասենք, կնայի ժողովուրդը, դուք կարող եք գործանեք, թե չէ, թե պարզապես գնում եք պատրաստի աթոռների վրա։ Մի հատ էս գործ արեք, այս գործը պատրաստի գործ է։ Ձեր արտասահմանյան կապերը մեջ բերեք, ամերիկյան միջազգային լոյերներ մեջ բերեք, ծախս դրեք, հավաքեք, կազմակերպեք, պետությանը դիմեք, աշխուժացրեք։ Մեջտեղը 113 մարդու ժառանգական իրավունքները կա տուժված եւ $700 միլիոն կա մեջտեղը, որը երկու հայաստանյան տարեկան բյուջեն է, դուք պատկերացնում եք, թե ինչ է կատարում, մեռնողը մեռավ, նա կմեռնի ավելի շատ,
եթե հանգարտ այդ 700 միլիոնը չհասնի իր հարազատներին, բարեկամներին, բայց դրանք ովքեր են, դրանք հայեր են, չէ՞ լի վերջը։ Միգուցե 700 միլիոն 26 հոգու հարազատները, որոնք Կրասնոդարում են, գաղթականներն այնտեղ հիմնադրվել են, այս գումարը ստանալուց հետո բերեն, մտնեն Հայաստան, ներդնեն, ասենք 200 միլիոն։ Ռեալ մտածենք։ Ուրեմն կազմը կատարողական հայտնի է, որ պետք է լինի նրանք, որոնք ունեն վարժանք, տակտիկա, ճարպկություն, կազմակերպելու ունակություն եւ այլն։ Ես այսօր տեսնում եմ այդ երկուսին, չնայած երեք բավականին փնովեցինք, բայց այսօր երկու հայոց աշխարհի, բայց երկուսին պետք է առաջ քաշվի։ Հերոստատեսային հռոտորներ, բաներ պետք չեն, ուղղակի պետք է բացատրվի, երևի այս հաղորդումը կհասնի, որ իրար միացեք, երևի երրորդը կլինի Դեմիրճյանը, չգիտեմ, կամ որևէ մեկը 4, 5, 6 ստեղծեն այս գործի հանձնախումբ 7, 8, 10, 11 հոգու։ Գործը դնեն, իրավաբանական միավորներ սկսեն աշխատել վրան։ Գումարը այնքան շատ է, որ այդ աշխատանքը կվարձատրվի եւ մի բան էլ ավելին։ Հիմա որ, ասենք, ամերիկյան մի քանի լոյերի, մի քիչ բզես, sense կամած, ասես 700 միլիոն կա։ Միանգամից կգնաք ասի 50%-ը եթե ինձ տակ, ես այդ գործը կանեմ։ Տեսակ ինչ գայլերի հետ գործ ունենք։ Հիմա ուրեմն վերցրեք այդ գործը ձեր վրա արեք եւ դա հասցրեք մինչեւ վերջ։ Ուրեմն շարունակում եմ վերսիա, մասնագետների վերսիաները, նորեք վերսիա կարծիք, բայց վարկածները այսպես է ստացվում։ Ուրեմն աղետը պատահեց, երբ որ այրոբուսը A320-ը երկրորդ շրջապտույտով ուզում էր իջներ, այսպես էր գնալ։ Հիմա մասնագետները կարծում են, չնայած պաշտոնական հստակ չի ձևակերպված աղետի պատճառները։ Նորից այսքանից հետո նորից գալիս ենք մեր այն առաջի օրվան եւ անձրևի թևը հորդառատ ինքնաթիռի թևը հորդառատ անձրելու շիտի մեջ կպտեն։ Տեսնենք այս ուղղությամբ մասնագետները որևէ կարծիք կհայտնեն, թե նորից շփոթված ինչ-որ կարծիքների մեջ են։ Բոլոր դեպքերում ամենահավանական պատճառները հանդիսանում են հետևյալները, թվով 5 պատճառ, 5, մասնագետները մտածում են այս ուղղությամբ, որ 5 պատճառ կա, հիմա նայենք, առաջի պատճառը, մարդկային ֆակտորը, այսինքն այս մարդու ձեռքի գործը, որը, այսինքն ոչ թե ձեռքի, այլ մարդուց կախված գործ է եղել սա, որը պայմանավորված է եղել վատ օդերևութաբանական պայմանների։ Տրանսպորտի մինիստրը ՌՍՖՍՐ Իգոր Լևիտինը հիմնվելով այս խոսակցությունների սև արկղի բացահայտումների վրա եւ ինքնաթիռի եւ դիսպեչերի Ադլերի խոսակցությունների հիման վրա այսրա վրա հիմնվելով ասաց, որ ինքնաթիռը երկրորդ շրջանն է կատարել, որպեսզի իջնի հայտնագործություն, այն անգամ որ առաջի 2 օր հետո ասացին ինքնաթիռը երկրորդ շրջանն է կատարել 6-րդ կետում 2 անգամ հայտնվելով։ Հիմա այս մինիստրի բանը, մինիստրը Ռուսաստանի տրանսպորտի սև արկղերի խոսակցություններից եւ բանից ասում են, որ երկրորդ շրջանն է կատարել։ Այսինքն եւ լոկատորները եւ սա նույնն են ասում։ Սա նշանակում է, ասում է մինիստրը, որ օդաչուն որոշեց երկրորդ անգամ կատարել շրջան այս օդերևութաբանական տվյալներում։ Ասում է, բայց դա իրենց իրավունքն է եւ հրամանատարի, այսինքն կազմի հրամանատարի բանն է, իշխանության տակ է գտնում, նա ինքն է որոշում, ասաց Լևիտինը։
Սա ուրեմն համարվում է առաջի վերսիան մինիստրի 5 հատեր, չէ՞, տեսեք ինչ ասեց։ Երկրորդ շրջան, բայց ասում է ինքը ուզենար, ինչ ուզենար կորոշեր, իր ձեռքի տակ էր, հրամանատարը ինքն է, էս մեկ։ Երկրորդ կարծիք, հատկապես շատ վատ եղանակային պայմաններ, հնարավոր է սմերջը պտտահողմ է։ Հայկական կողմի մասնագետների կարծիքով A320-ը կարող է հանդիպած լիներ Սև ծովի վրա պտտահողմի։ Սա երկրորդ կարծիքն է։ Ուրեմն այստեղ ասենք, որ այս կարծիքը, որ հայկական կողմն է տածում, չգիտես ինչի, սմերջ կարող է լինի, ինքնաթիռին պտտացրած խփածը ջրին։ Ամբողջ Ադլերի պատմությունը, Սոչիի պատմությունը ցույց է տալի, որ այդ մայիսի ընդհանրապես սմերջ չի եղնում այդտեղ, ասացինք օգոստոսին է լինում, ոնց որ ձմեռը ձյուն գալու ժամանակ, եթե մեկը սկսի վկայություն տալ, որ այնպեսի սաստիկ ձյուն էր գալիս, որ ես գնում էի ճանապարհով, կայծակի լույսերը լուսավորում էին իմ ճանապարհը, հզոր ամպրոպները տակ ես մոտեցա այս տանը, հասկացող մարդը կասի ինչ ես դուրս տալիս, ընկեր, բաս ինչի, որտեղ իր ուղեղը չի հասնում, որ ձմեռը ամպրոպ կայծակ չի լինում, դե հիմա արի դրան, այս սուտ վկային բացատրի, որ գիտես խի ամպրոպ կայծակ չի լինում ձմեռը, ու պետքա բացատրես պրոտոնները, էլեկտրոնները, ամպերի շարժումը, երկրի լիցքը, ու պիտի հոգնես, բայց որովհետև ինքը այդքան չի հասկանում, ասում այն սաստիկ ձույներ գալի եւ կայծակը ճեղքեց անտառի եւ հրդեհ սկսեց բռնել, սուտ վկաներին անմիջապես բռնում ես, եւ հիմա սմերջի մասին խոսակցությունը մայիսին, Սև ծովում, գիշերը են էլ, նայեք, դա նույնն է, ինչ որ խոսած ձմեռվա կեսին կայծակի մասին, են էլ որոտի ու կայծակի մասին, հասկանում եք, ուրեմն սա երկրորդ կետն է, սա էլ բացատրվեց գնաց, երրորդ կետը, 5 մասնագիտական բան են արել, օդաչուի սխալը, նախապես կարելի է ենթադրել, որ խոսակցության ընթացքում օդաչուն ուղղեց մեքենան, խոսքը օդանավի մասին է, շատ մեծ անկյան տակ դեպի վերև, այսինքն, երբ որ դիսպեչերը ասում է չեք կարող իջնել, գնացեք շրջադարձի, օդաչուն ասում է վերև թեքեց, այսինքն բարձրություն հավաքեց, որտեղ գալիս է 300 մետր եւ հանկարծ բարձրություն հավաքեց, սրա կա երրորդ կարծիքը, ինչպես ասվում է, ուժեղ բարձրացրեց քիթը եւ շարժիչները չկարողացան այդ աշխատանքը կատարել, այսինքն բարձրացնել ինքնաթիռը եւ նա պոչով հարվածեց ջրին եւ ջարդուփշուր եղավ։ Սա էլ բացատրում է, լավ լսեք, պրոկուրոր Կրասնոդարսկվա կրայը Սերգեյ Երոմին, պատկերացրեք Ռուսաստանին ընծայված անկախությունը ինչ դեբիլների է առաջ տարե։ Պրոկուրորը կարծիքը հայտնում, պրոկուրորը, թե ինքնաթիռի հետ ինչ է կատարվել։ Պրոկուրորը նորից սովետական միության այն հիմար էշելոնային սիստեմն է, որ ոչ թե մասնագետները, ինժեներները, հաշվարկողները, այնպիսի բաներ, գիտնականները, պրոկուրորը, եւ գիտեք ինչ ասում, ասում է ինքնաթիռի, սա էլ մտնում է 4-րդ, 3-րդ վերսիայի տակ, արդեն հեղինակավոր վերսիաներ են սրանք, աղետի պատճառներն են գնում գրանցում, որտեղ պրոկուրորը, ասում է պրոկուրորն է ասել, էսի, հələ մի հատ ավելի բարդը կա, զամ գեներալն է պրոկուրորը, էսի ավելի, չնայած ավելի վատ է, բայց դեռ զամ, կամ ոնց որ ասում են ՕԲԽ-ի պետի տեղակալ,
Դա ավելի պաշտոնյա է թվում շատերին, քան թե Միլպետը, որը շատ կարճ է անունով։ Ուրեմն Սերգեյ Երոմինը տեսեք, тем не менее, сотрудники армии настаивают на том, ներողություն, բոլոր դեպքերում ասում աշխատակիցները Արմավիայի պնդում են նրա վրա, որ օդաչուները դրանք շատ փորձված օդաչուներ են։ Մատեսեք, պրոկուրորը ասում է այդպես է եղել, մեր հայկական կողմը ասում է, չէ, նրանք լավ տղաներ են, լավ փորձված տղաներ են, հնարավոր չի այդպես էլ։ Հələ տեսեք ինչ հարաբերություններ են առաջացել։ Եվ մասնագետները կամ ֆրանսիական արտադրության ինժեներները կամ տեխնիկական վիճակ ինքնաթիռների իր պասպորտները չեն դնում ես պրոկուրորի ականջին ասեն, ընկեր, այդ ինքնաթիռը դու չես կարող ուզատը տանկյան տակ վերև տանես կամ մանևրես ինչ որ ուզենաս։ Մեռանք ասելով, այ բութ, անունն էլ Սերգեյ Երոմինը, բայց չի էլ կարգացել, ոչինչ չի արել, չի էլ հետազոտել այդ ինքնաթիռի տվյալները, որ դա հիդրավլիկ սիստեմ չի, կոմպյուտերային մեքենա է, ջոյստիկով ես կառավարում, քու տված հրահանգները ուզում է օդաչունը լի փորձված, ուզում է լի երեխա, ինչ ուզում է լի, չի կարող ինքնաթիռին ասի, այս անկյան տակ բարձացի, ինքը կբարձանա այն անկյան տակ, որ անկյան տակ ինքը հարմար է գտնում իր մաքսիմումը։ Օդաչուն միայն պետք է հաշվարկի, որ ինքնաթիռի ընդունած, որոշած բարձրացման անկյունը, որ իր համար օրենքը ինքնաթիռի անվտանգությունից ելնելով, ինքը չտանի սարին դեմ տա ու ասի, դե հիմա բարձացի քու հաշվարկած անկյան տակ։ Իհարկե ինքնաթիռը կխփի, որովհետև ինքը սարին հոչի ասելու քաշվի մի կողմ, ես իմ կոմպյուտերային հաշվարկած վիրաժը ունեմ եւ արագությունը, այս անկյունից չեմ բարձանա, որովհետև կընկնեմ։ Ոչ նա կխփի, ուրեմն օդաչուի փորձվածության աստիճանն ինչ է, որ տարածքի մեջ իմանա, որ իր տված հրահանգները որ կետից, որ անկյունից մինչև որ անկյունն են թույլատրելի եւ իր մանևրերը ինքնաթիռի կոմպյուտերային համակարգի մեջ տեղադրված թույլատրելի սահմաններում պետք է լինի։ Ուրեմն այս պրոկուրորը եւ մեր հայերը, որ ասում են շատ լավ տղեկ էին փորձված, դեռ մեկ ինչ է կատարում։ Որովհետեւ օդաչուների վրա չկա մեղադրանք, որ իրանք գնում էին դեպի լեռը եւ ճիշտ չհաշվարկեցին մոտենալու եւ կոմպյուտերի ունեցած հնարավորությունները, որ արդեն ոչինչ չէին կարող, բայց այդպիսի բան չկա, նրանք չունեն դիմացը արգելք, եթե դիմացը արգելք չկա, հրահանգները, ինքնաթիռը, կոմպյուտերային համակարգը կկատարի այնպես, ինչպես իր համար լավ կթվա, ոչինչ չես կարող անել ինքնաթիռին, ուզենաս ասես, չի անի, ինքը ելնելով իր հզորությունից, ամեն վիճակից ելնելով կանի այն, ինչ որ ինքը հարմար է գտնում, նույնիսկ այդ ջոյստիկը, որ մեջը չլինի, այլ լինի դիսպեչերի մոտ օդանավակայանում, այս ջոյստիկը, եւ էկրանի վրա ինքը տեսնի թռիչքա դաշտը, մեջը չի, ինքը ջոյստիկով կարող է բերի իջացնի այդ ինքնաթիռը։ Բայց պատկերացնում եք այս պրոկուրորները, նախկին կուսակցական ավանտյուրիստները եւ երևի Ռայկոբի քարտուղար է հնում։ Հիմա էլ տեսեք ինչ խաղեր է խաղում այստեղ։ Լոչիկների վրա է ասում, մերոնք էլ ասում են չէ, տես չի։ Ուրեմն 4-րդը, վերսիա տերակտը, այսինքն տերորիստական ակտ։ Էսի մի անգամից բացառվում է, տեսեք, չկա ոչ մի բան, որովհետև սամալյոտի է, ոչ միտեղ պայթունի, հետքեր, կրակ, մնակ չկա։ Եվ 5-րդը վերջինը, իհարկե սրանք հետագայում կքննվի, ես ձեզ տեղակ կպայեմ, 5-րդ վերջինը այսպիսին է, որ տեխնիկական անսարքությունը ինքնաթիռի կարող է լինել աղետի պատճառը։ Ուրեմն Արտյոմ Մովսեսյանը, որը գլխավորն է քաղաքացիական ավիացիայի ղեկավարն է, նա ասեց, որ լայները դա նշանակում մեծ քաղաքացիական մարդատար ինքնաթիռ, այդպես են ասում, լայներ, ուրեմն գտնվում էր աշխատող, ճիշտ և շահագործման համար պիտանի վիճակում։ Նա ընդգծեց, որ 21 ապրիլի 2006 թվին, տեսեք այս տվյալը նորը, 21 ապրիլի 2006 թվին, այսինքն 13 օր առաջ, այ 320-ը
անցել է լրիվ տեխնիկական սպասարկման, ստուգման բոլոր ճանապարհները, ուղիները Sabena Technic Company միջոցով, որը ըստ ամեն ինչի սերվիզ է անում, այսինքն սպասարկում է այս մեքենային Armavia-ի։ Եվ Sabena Technic Liner-ը լրիվ հայտնել է, որ ակտով բանով գրված է իր եզրակացությունը արդեն, որ գտնվում էր ինքնաթիռը իր լրիվ պարամետրերի մեջ։ Այսպես, ուրեմն 5 կետ, 5-ն էլ մեկը մյուսից հիմար, մեջտեղը նորից քաշ կշուկ, տեսնենք վաղը ինչ կլինի։ Ուրեմն ստեսություն միջև վաղը կշարունակենք։